Ուրիշի ընտանիքը սերիալում իրադարձությունները գնալով ավելի մռայլ ու հոգեբանական ծանր ընթացք են ստանում։ Այնինչ սկզբում թվում էր սովորական ընտանեկան դրամա, հիմա արդեն վերածվել է մի պատմության, որտեղ յուրաքանչյուր հերոսի անցյալը կարող է կործանել ներկան, և ամենացավոտ հարցերից մեկը, որը հիմա սկսում է բարձրանալ, հենց տատիկի մահվան պատմությունն է։ Հեռուստադիտողներն արդեն երկար ժամանակ զգում էին, որ տատիկի մահը պարզապես բնական ավարտ չէր, նրա վերջին օրերը լի էին վախով, հիասթափությամբ։ Նա բառացիորեն փլուզվեց այն պահին, երբ հասկացավ, որ սեփական որդին՝ Բաբկենը, վերադարձել է ոչ թե ընտանիքը փրկելու, այլ տունը վերցնելու, երեխաներին փողոցում թողնելու և բոլորին իր շահերի համար օգտագործելու նպատակով։ Եվ հիմա, գնալով ավելի շատ կասկածներ են առաջանում, որ հնարավոր է տատիկի մահվան իրական պատճառը հենց Բաբկենի գործողություններն էին։ Իհարկե, գուցե նա ֆիզիկապես չի սպանել մորը, բայց սերիալը շատ հստակ ցույց է տալիս մեկ կարևոր գաղափար՝ մարդուն կարելի է կործանել ոչ միայն ձեռքերով, այլ նաև հոգեբանորեն։ Տատիկն ամբողջ կյանքում պաշտպանել էր որդուն, նույնիսկ այն ժամանակ, երբ բոլորը կասկածում էին Բաբկենին, նա շարունակում էր արդարացնել նրան։ Նա հավատում էր, որ որդին փոխվել է, վերադարձել է երեխաների կողքին լինելու համար, բայց հետո պարզվեց ամենասարսափելին՝ Բաբկենը պարզապես օգտագործել էր մորը։ Տան վաճառքը, փաստաթղթերը, խաբեությունը, երեխաներին անտուն թողնելու վտանգը, և այս բոլորը դարձան այն հարվածը, որը տատիկն այլևս չկարողացավ տանել։ Շատ հնարավոր է, որ առաջիկա սերիաներում բժիշկների կամ քննության միջոցով պարզվի, որ մահվանը նախորդել է ուժեղ նյարդային ցնցում, իսկ այդ ցնցման պատճառը հենց Բաբկենի գործողություններն են։ Եթե սա հաստատվի, սերիալում դա կլինի ամենածանր բարոյական դատավճիռներից մեկը, որովհետև այդ դեպքում Բաբկենը ստիպված կլինի հասկանալ, որ իր ագահությունն ու ատելությունը ոչ միայն կործանել են երեխաների կյանքը, այլ նաև բառացիորեն տարել են մոր կյանքը։ Նորոյի համար սա կարող է դառնալ վերջնական կետը հոր հանդեպ, մինչ այս, որքան էլ նա զայրացած լիներ, իր ներսում դեռ որդիական ինչ-որ կապ կար։ Բայց եթե պարզվի, որ տատիկի մահը կապված է Բաբկենի գործողությունների հետ, Նորոն այլևս երբեք չի կարողանա նայել հորը նույն աչքերով։ Էլիզի ու Ալինայի համար ևս սա մեծ հարված կլինի, նրանք արդեն կորցրել են մորը, ապրել տարիներով ցավի մեջ, իսկ հիմա կարող են հասկանալ, որ այդ նույն մարդը դարձել է նաև իրենց տատիկի մահվան պատճառը։ Միևնույն ժամանակ շատ հետաքրքիր զարգացում է սպասվում Հասմիկի գծում։ Հասմիկը հիմա կարծես երկու տարբեր մարդկանց միջև է մնացել։ Մի կողմից նրա ներսում արդեն ուժեղ խղճի խայտ կա, նա հասկանում է, որ չափազանց հեռուն է գնացել, հասկանում է, որ Բաբկենն իրեն պարզապես օգտագործել է, հասկանում է նաև, որ իր քայլերը ցավ են պատճառել մարդկանց, ովքեր իրականում իրեն վատ չէին ցանկանում։ Բայց մյուս կողմից Հասմիկը դեռ չի կարող ամբողջությամբ կանգ առնել, նրա ներսում դեռ կա խանդ, վիրավորանք, մոլուցք Նորոյի հանդեպ, և հենց այդ հակասությունն է նրան դարձնում շատ ավելի վտանգավոր։ Հիմա հատկապես ինտրիգային է դառնում նրա առաջիկա հանդիպումը Լանայի հետ։ Սերիալը կարծես ակնարկում է, որ այդ հանդիպումը պատահական չէ։ Հասմիկը հավանաբար արդեն ինչ-որ բան գիտի, հատկապես, որ Նորոյի հայրը՝ Բաբկենը, նրան պատմեց, որ այո, Լանան Մագդայի մայրն է, և նրա անունը ոչ թե Լանա, այլ Լիանա է։ Նա այդպես է ներկայանում, քանի որ չի ցանկանում, որ նրա մասին շատ տեղեկություններ իմանան։ Նա արդեն գիտի, որ Կարենը դատապարտված է, և բնականաբար շատ մանրամասներ հայտնեց Հասմիկին, ինչից հետո Հասմիկը որոշել է հանդիպել Լանայի հետ։ Իսկ Լանայի համար դա կլինի ամենավախեցնող պահերից մեկը։ Նա ամբողջ ընթացքում փորձել էր թաքցնել ճշմարտությունը, պաշտպանել Մագդային ու միաժամանակ հեռու պահել նրան Կարենից ու անցյալից, բայց հիմա կարծես բոլոր գաղտնիքները հերթով դուրս են գալիս ջրի երես։ Հնարավոր է Հասմիկը փորձի օգտագործել այդ տեղեկությունը, հնարավոր է փորձի ճնշել Լանային կամ նույնիսկ սպառնա պատմել ամեն ինչ Մագդային, բայց կա նաև մեկ այլ տարբերակ։ Գուցե սա Հասմիկի փորձն է վերջապես ուղղելու իր սխալները։ Գուցե նա Լանայի հետ հանդիպման ընթացքում առաջին անգամ անկեղծորեն խոստովանի, որ վախենում է, որ հոգնել է ստերից, որ այլևս չի կարող ապրել այդ ծանրության
շրջան տակ։ Սա կարող է դառնալ շատ ուժեղ հոգեբանական տեսարան։ Երկու կանայք, որոնք տարբեր պատճառներով սխալներ են արել, բայց երկուսն էլ ապրում են մեղքի ու վախի մեջ։ Առաջիկա սերիաները կարծես լինելու են ամենաէմոցիոնալներից։ Կբացահայտվի արդյոք տատիկի մահվան իրական պատճառը, կփլուզվի Բաբկենի աշխարհը եւ արդյոք Հասմիկը վերջապես կընտրի ճշմարտությունը վրեժի փոխարեն։ Ուրիշի ընտանիքը շարունակում է ցույց տալ, որ ամենածանր մեղքերը միշտ չէ, որ օրենքն է դատում։ Երբեմն մարդն ամբողջ կյանքում ապրում է սեփական խղճի դատաստանի հետ։